Ողջույն, 1225 թվականի օգոստոսին Գառնեի մոտ տեղի ունեցած ճակատամարտ հայ-վրացական միացյալ զորքի Աթաբեկ Իվանե Զաքանի գլխավորությամբ և Խորեզմ-Շախերի կայսրության վերջին սուլթան Ջալալեդդին Մանգուբերդի գլխավորած զորքի միջև ցավոք սրտի հայ-վրացական միացյալ զորքը պարտվել է։ Ներկայացնեմ հետևյալ գիրքը։ Գրքի հեղինակը Ստանիսլավ Չեռնյավսկի, Իմպերիա Խորեզմ-Շախով։ Գիրքը հրատարակել է Վեչեր հրատարակչությունը 2018 թվականին։ «1997 թվականին Սելջուկյան կայսրության սուլթան Սանջարը թյուրք մամլուք Անուշթեգինի որդուն Մուհամեդին նշանակում է Խորեզմի կառավարիչ, վերջինս ընդունում է հնամենի Խորեզմ-Շախի տիտղոսը։ Իրենից է սկսվում Անուշթեգինյան Խորեզմ-Շախերի պետության պատմությունը։ Սկզբում Խորեզմ-Շախերը ենթակա են Սելջուկյան սուլթաններին, հետագայում նաև կարակետայական խաներին։ Վերջիններիս պետության հիմնադիրը Կիդանների զորավար Ելույի Դաշին է, ով հաղթում է Կարախանյան խանությանը և հիմնում արևմտյան Լյաո կայսրությունը։ Կարակետայական խաները կրում էին Գուրխան տիտղոսը։ Խորեզմ-Շախ Ասիզի կառավարման վերջին շրջանում Սելջուկյան սուլթանությունը թուլանում է։ Դրանից օգտվելով սկսվում է համառ պայքար Խորասանի համար։ Խորեզմ-Շախերի հիմնական հակառակորդ է դառնում այդ պայքարում Ավղանստանում հիմնված Ղուրիների սուլթանությունը։ Խորեզմ-Շախ Թեկեշը և իր որդի Մուհամեդ II-ը հաղթում են այդ համառ պայքարում։ Ավելին, նրանք նվաճում են Քերմանը, Մազանդարանը, Սամարղանդը, Իրանի արևմուտքը։ Մուհամեդ II-ին համարում էին նոր Իսկանդեր, ի պատիվ Ալեքսանդր Մակեդոնացու։ Մուհամեդ II-ը նույնիսկ փորձում է արշավել Բաղդադի խալիֆայության վրա։ Արդյունքում ստեղծվում է Խորեզմ-Շախերի կայսրությունը, որը ընդգրկում էր Միջին Ասիայի և Իրանի տարածքի մեծ մասը։ Բայց այդ կայսրությունը երկար կյանք չի ունենում։ Մոնղոլների խան Չինգիզը, օգտվելով Խորեզմ-Շախերի սխալ քաղաքականությունից, պատերազմ է սկսվում Խորեզմի դեմ, որպեսզի լուծի իր դեսպանների սպանության վրեժը։ Մուհամեդ II-ը վախից փախչում է Ատրպատական և Կասպից ծովի կղզիներից մեկում մահանում։ Մոնղոլները գրավում են Միջին Ասիան։ Պայքարը շարունակում է Մուհամեդ II-ի որդին Ջալալեդդինը։ Որոշ ճակատամարտներում մոնղոլների դեմ նա հաղթում է, որոշներում պարտվում։ Շուտով նա հայտնվում է հայկական լեռնաշխարհում և փորձում հիմնել իր պետությունը այստեղ։ Երկար և համառ պայքարից հետո նա պարտվում է։ 1231 թվականին ամիդի մոտ նա սպանվում է մի քուրդ մարդասպանի կողմից։ Գիրքը հետաքրքիր կլինի մոնղոլների, թյուրքերի, Միջին Ասիայի պատմությամբ հետաքրքրվողներին։ Շնորհակալություն ուշադրության համար։